Պատմության մեջ կան էջեր, որոնք կառավարությունները փորձել են հավերժ ջնջել։ Յունիթ 731 ճապոնական գաղտնի բազա, որտեղ մարդկային կյանքը դարձել էր պարզապես վիճակագրություն։ Այստեղ գիտնականները կատարում էին վիվիսեկցիա, կենդանի օրգանների հեռացում առանց անզգայացման, ուղղակի տեսնելու համար, թե որքան կարող է դիմանալ օրգանիզմը։ Նրանք զոհերին անվանում էին մարուտա, ինչը թարգմանաբար նշանակում է գերան, ոչ թե մարդ, այլ փայտի կտոր։ Գիտնականները փորձարկում էին կենսաբանական զենքեր, որոնք կարող էին բնաջնջել քաղաքներ և հետևում էին տառապանքին, գրառումներ անելով իրենց տետրերում։ Ամենասարսափելին այն է, որ պատերազմից հետո այս դահիճներից շատերը ազատ արձակվեցին իրենց գիտական տվյալների դիմաց։ Մենք այսօր օգտվում ենք բժշկական գիտելիքներից, որոնք գնվել են հազարավոր անմեղների արյան գնով։ Արդյոք գիտությունը կարող է արդարացվել, եթե այն ծնվել է դժոխքում։